Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր ժամը 15:37-ին Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախի խորությունը եղել է 10 կիլոմետր, իսկ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշոխ եւ Քարաձոր գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում Աղավնաձորի բնակչի տանը հայտնաբերված կենդանին առգրավվել եւ տեղափոխվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 15 միլիոն դրամ։ Վարչական վարույթի նյութերով հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե։ Պաղարշապատի ԿՊԱ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայինին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով քաղաքացիներից մեկի նկատմամբ զենք կրելու եւ սպանության հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել։ Հիշեցնենք, Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գործող գազալցականի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանի սպանությամբ։ Հետքի տվյալներով սպանություն կատարելու մեջ կասկածվում է ճապ մականվամբ հայտնի տղամարդը։ Նշվում է նաեւ, որ Արթուր Պարոնյանը ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Բաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ։ Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացին ինքնաթիռից իջնելուց առաջ պարզել է, որ իր պայուսակից գողացել է 9500 ԱՄՆ դոլար գումար։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին։ Ոստիկանության Զվարթնոց օդանավականի բաժնում դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց միջազգային օդանավականի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննության ընթացքին հետևել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Մասնակից սպաները առաջին օրը քննություն են հանձնել ֆիզիկական պատրաստություն առարկայից, ձգումներ պտտաձողի վրա, 100 մետր վազք եւ 1 կիլոմետր վազք վարժաձևերից։ Առաջիկա օրերին սպաները քննություն են հանձնելու նաեւ կրակային, շարային եւ մասնագիտական պատրաստություն առարկաներից։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։